Եկեք հիմա տեսնենք, թե ինչպիսի 3D լիվ էֆեկտներ կարելի է ստանալ Adobe Illustrator-ում կիրառելով 3D Extrude և Bevel էֆեկտը, որը ինչպես գիտենք հանդիսանում է լիվ էֆեկտ և կիրառելուց հետո հայտնվում է Appearance պանելում։ Այժմ եկեք սեղմենք Preview, որպեսզի ավելի լավ այդ էֆեկտները խմբագրենք նրանց միջև վերջնական էֆեկտը ստանալը։ Ինչպես տեսնում եք, այս վահանակը կոչվում է 3D Extrude և Bevel Option 3D Leaf էֆեկտի վահանակ, որտեղ կա Position, այսինքն մենք կարող ենք փոփոխել դիրքը այս մեր օբյեկտի և նայել իրեն ցանկացած անկյունից։ Այստեղ կա Off Axis Back և Left դիրքորոշումը, որը ինչպես դուք տեսաք կա բոլոր 3D էֆեկտների մեջ։ Նաև մենք ունենք Isometric ձախ, աջ, վերև և ներքև դիրքորոշումը օբյեկտի 3D տարածության մեջ։ Այստեղ կողքը մենք ունենք կարգավորիչներ, որոնք թույլ են տալիս պտտել օբյեկտը, ինչպես նաև նայել նրան հեռանկարի ձևով, ինչպես դուք հիմա տեսնում եք, այսինքն պերսպեկտիվա է։ Դրանից ներքև մենք ունենք Extrude և Bevel-ի հատկությունները, որը Extrude խորությունն է առաջինը, դա տալիս է ծավալի ստեղծման մեծությունը։ Այստեղ մենք ունենք քեփեր, որոնք մեզ թույլ են տալիս տեսնել օբյեկտի առանցքի շուրջ գտնվող ծավալը կամ թաքցնել այն, ինչպես դուք հիմա տեսնում եք։ Եթե մենք օրինակ հիմա իրան պտտենք, տեղավորենք ֆրոնտից և հանենք, ապա դուք կտեսնեք, որ մեր էֆեկտը այստեղ չի երևա, քանի որ մենք սարքում ենք անտեսանելի այդ ընդհանուր ծավալը։ Եկեք իրան հիմա անենք Left, պտտենք, որպեսզի 3D էֆեկտը ավելի լավ երևա, և տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Bevel-ը։ Bevel-ը դա մեր եղած օբյեկտի թեքությունն է դիմացի և հետևի մակերեսներից, որոնք կարող են լինել ինչպես կոմպլեքս։ Հիմա դուք տեսնում եք ինչպես է փոխվում մեր էֆեկտը։ Այստեղ ունենք տարբեր տեսակի էֆեկտներ։ Կարող ենք այստեղ փոփոխել էֆեկտի խորությունը, ինչպես դուք հիմա տեսնում եք, կամ բարձրությունը, ինչքան որ մենք փոփոխում ենք նրա բարձրությունը, այնքան այս թեքությունների, բևելների տեսքը մեր մոտ փոփոխվում է։ Մենք կարող ենք այս բևելը անենք դեպի դուրս կամ դեպի ներս։ Հիմա դուք տեսնում եք, որ այս բևելը ընկած է մեր հիմնական մակերևույթից դեպի ներս, իսկ սա, ինչպես տեսնում եք, մեր բևելը այժմ դեպի դուրս է։ Այստեղ մենք եկեք իջացնենք այս խորությունը և գանք None, որպեսզի էֆեկտը ավելի լավ երևա։ Այստեղ մենք ունենք Plastic Shading, որը ցույց է տալիս այս 3D օբյեկտի վրայի տեքստուրաները, այսինքն գույները և մակերևույթը, ինչպես ասենք, ապակու ձևով։ Մենք ունենք Diffuse, գույների փոփոխությունը, ունենք No Shading, որ չունենանք որևէ միս տվեր մեր օբյեկտի վրա, և Wireframe, այսինքն կարող ենք մտել նրան միայն կառուցվածքը, որը մենք միշտ օգտագործում ենք, եթե
մեր էֆեկտները ծանր են եւ մեր Adobe Illustrator-ի աշխատանքը թեթևացնելու համար կարելի է օգտագործել այս դիտման ձևը։ Իջացնենք extrude-ը, եկեք մի քիչ ասենք 50-ով եւ տեսնենք թե more option հնարավորությունը ինչ հնարավորություն է տալիս մեզ։ Դրա համար մենք եկեք ընտրենք diffuse shading եւ տեսնենք այստեղ որ մենք հնարավորություն ունենք կարգավորել լույսերը, ինչպես դուք հիմա տեսնում եք, տեղափոխել լույսը դիմացից եւ առաջից օբյեկտի վրա, ստեղծել նոր լույսեր, ինչպես նաեւ rotate-ում եւ հանել այդ լույսերը, հեռացնել delete հրամանով։ Եթե մենք ընտրում ենք լույսը, այստեղից մենք կարող ենք նրան գույն չտալ եւ կարող ենք տալ custom, այսինքն ընտրել ցանկացած գույն եւ կիրառենք մեր օբյեկտի վրա։ Լույսերը այստեղ ունեն ինտենսիվություն եւ ambient light, այսինքն ամբողջ ծավալով ընկնող լույսերը, որը օգտագործվում է 3D օբյեկտների հետ աշխատելիս։ Ստեղ մենք նաև ունենք blend steps, որը իրենից ներկայացնում է մեր օբյեկտը, երբ որ մենք ստեղծում ենք, այժմ եկեք մեծացնենք նրա չափը, ավելի լավ երևա։ Եթե մենք ստեղ փոփոխում ենք blend step-երը, ապա մեր մոտ փոփոխվում է այս hard անցումը օբյեկտների եւ այս ծավալը այժմ մենք ստեղծել ենք 153 օբյեկտների օգնությամբ, ինչպես մենք անում ենք blend գործիքում։ Այստեղ կա shading color-ը, որը արդեն տեսանք, լույսերի հետ են աշխատում։ Ունենք draw hidden faces, սա եթե մենք ունենք մի քանի օբյեկտներ, որոնք ստեղծվել են խմբերում, ապա մենք կարող ենք նրանց անել թափանցիկ եւ այստեղ մենք ունենք պահպանել spot color-ները, որը դուք տեսնում եք, եթե մենք միացրեցինք, ապա մեր մոտ գույնը ավելի լավ է երևում, իսկ այստեղ մենք նաեւ տեսնում ենք այդ լույսային ստվերային էֆեկտները։ Բացի դրանից, եթե մենք այստեղ բացենք map art-ը, որը իրենից ներկայացնում է մի պատուհան, որտեղ մենք կարող ենք տեսնել բոլոր մեր օբյեկտի ծավալները եւ այն ծավալները, որոնք որ իրականում մենք կարող ենք տեսնել, մեր մոտ ներկված են սպիտակ ավելի բաց գույնով, իսկ այս մոխրագույնը դա ծավալներն են, որը մենք չենք տեսնում, ինչպես հիմա դուք տեսնում եք։ Եթե մենք ընտրում ենք որևէ ծավալ, ապա մեր օբյեկտի վրա նա դիտվում է որպես կարմիր գծերի եզրագծերով։ Այստեղ մենք կարող ենք թերթել ծավալները եւ տեսնել։ Բացի դրանից, այս map art-ը թույլ է տալիս ավելացնել սիմվոլներ, այսինքն գրաֆիկա կոնկրետ մեր որևէ մի մակերևույթի վրա, եթե օրինակ հիմա մենք ավելացրել ենք այս սիմվոլը, մենք այստեղ կարող ենք իրեն մեծացնել, ինչպես դուք հիմա տեսնում եք, կարող ենք տալ scale to fit, մեծացնել նրա չափը այնքան, որ նա հարմարվի մեր այս ծավալին, կարող ենք նրան այստեղից մաքրել, ինչպես կարող ենք մաքրել clear all, եթե մենք ունենանք խմբային, ասենք մի քանի սիմվոլներ այստեղ տեղավորված, մենք կարող ենք այս մեր սիմվոլի վրա օգտագործել shade artwork, այսինքն ստվերները, որ արտացոլվեն այս մեր սիմվոլի վրա, եւ որպեսզի մենք տեսնենք հիմա մեր այս սիմվոլը,
Այստեղ կա նաև մեկ հրաման, որը կոչվում invisible geometry, այսինքն անտեսանելի երկրաչափություն։ Եթե մենք դա սեղմում ենք, ապա մենք կարող ենք դիտել այդ օբյեկտը, թե ինչպես է տեղակայվում մեր ծավալների վրա։ Այժմ դուք տեսնում եք, ես նրան տեղափոխում եմ եւ համապատասխան նա երևում է կոնկրետ մեր մակերևույթի վրա։ Եթե մենք այստեղ թերթենք, ընտրենք որևէ այլ մակերևույթ, ինչպես դուք հիմա տեսնում եք, եւ այստեղ տեղավորենք որևէ մի այլ symbol, ապա նա, ինչպես դուք հիմա տեսնում եք, երևում է այս մեր մակերևույթի կորագծի վրա։ Եվ այստեղ, եթե մենք սեղմենք shading, ապա դուք կտեսնեք, որ այստեղ նաև մենք հնարավորություն ունենք տեսնենք այդ ստվերային լույսերը։ Կարող ենք անջատել invisible geometry-ն եւ այստեղ տալ OK եւ նորից սեղմել OK եւ հաստատենք մեր օբյեկտը, ինչպես դուք հիմա տեսնում եք։ Հիմա այս էֆեկտը մեր մոտ ավելացել է Extrude and Bevel Support Map, եւ եթե մենք ցանկանում ենք նրան խմբագրել, մենք կարող ենք բացել նրան այս appearance պանելից, որպեսզի նորից խմբագրենք նրան, սեղմենք OK։ Ինչպես հիմա տեսնում եք, այս leaf էֆեկտը նստեց մեր օբյեկտի վրա եւ այժմ քանի որ նա leaf էֆեկտ է, եթե մենք փոփոխում ենք մեր սկզբնական օբյեկտի չափերը կամ նրա ձևը կարելի է փոփոխել, համապատասխան այդ էֆեկտը կպահպանվի եւ Adobe Illustrator կփորձի այն նորից նկարել։ Այստեղից մենք էֆեկտը կարող ենք կիրառել ինչպես stroke-ին, այնպես էլ fill-ին, կամ եթե ուզում ենք, ընտրելով այս էֆեկտը կարող ենք այստեղ փակել, վերացնել, որպեսզի հեշտ լինի աշխատել, այստեղից մենք կարող ենք նրան ջնջել կամ delete անել։